Երբ խոսքը Հիսուսի մասին է, մարդկանց մեծ մասը անմիջապես պատկերացնում է մի մարդ, որը գանվել է փայտե խաչին, հորիզոնական ցողով։ Այս պատկերները կարելի է տեսնել եկեղեցիներում, գրքերում, ֆիլմերում և արվեստի գործերում։ Շատերի համար այն այնքան ծանոթ է, որ թվում է անվիճելի պատմական փաստ։ Սակայն հարց է առաջանում, արդյոք Հիսուսը իսկապես խաչվել է նման խաչի վրա։ Կամ մենք գործ ունենք ավելի ուշ շրջանի եկեղեցական ավանդույթի հետ։ Առաջին հայացքից պատասխանը թվում է ակնհայտ։ Այնուամենայնիվ, եթե դիմենք հին աղբյուրներին, հնագիտության և պատմական հետազոտություններին, իրավիճակը դառնում է շատ ավելի բարդ։ Փաստն է, որ մեր թվարկության առաջին դարի փաստաթղթերը մեզ չեն տրամադրում մահապատժի գործիքի մանրամասն տեխնիկական նկարագրությունը։ Ավելին, հին հունական տեքստերում օգտագործված որոշ տերմիններ բաց է տարբեր մեկնաբանությունների համար, և հռոմեացիները օգտագործել են խաչելիության մի քանի տեսակներ։ Սա չի նշանակում, որ Հիսուսը մահապատժի չի ենթարկվել։ Ժամանակակից պատմաբանների մեծ մասը խաչելիությունը համարում է նրա կենսագրության ամենահավանական իրադարձություններից մեկը։ Սակայն այն հարցը, թե ինչպիսին էր այն կառույցը, որի վրա տեղի ունեցել մահապատիժը, մնում է քննարկման առարկա։ Այս տեսանյութով մենք չենք հիմնվի կրոնական հավատքի կամ եկեղեցական դոգմայի վրա։ Մենք կհետաքրքրվենք միայն նրանով, ինչը կարելի է հաստատել պատմական աղբյուրների, հնագիտական տվյալների և գիտական վերլուծության միջոցով։ Մենք ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում խաչելիություն բառը հին ժամանակներում, ինչ մահապատժի մեթոդներ են օգտագործել հռոմեացիները, երբ է խաչը դարձել քրիստոնեության հիմնական խորհրդանիշը և որքանով է վարվել Հիսուսի ծանոթ պատկերը խաչի վրա։ Բաժանորդագրվեք այս կարիքին և մենք սկսում ենք։ Այսպիսով, ինչ է ասում պատմությունը։ Հիսուսը խաչվել է խաչի վրա, թե իրական ապացույցները շատ ավելի քիչ է, քան սովորաբար կարծում են։ Այս հարցը հասկանալու համար նախ պետք է դիմենք Հիսուսի մահապատժի մասին հիշատակող ամենավաղ աղբյուրներին։ Եվ այստեղ մենք հանդիպում ենք մի հետաքրքիր մանրամասնության։ Հին հունական տեքստը օգտագործում է Սթավրոս բառը։ Այսօր շատերը այս բառը ավտոմատ կերպով թարգմանում են որպես խաչ։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։ Վաղ դարաշրջանների հին հունարենում Սթավրոս բառը սկզբնապես վերաբերվում էր ցցի, սյան կամ գետնին խրված սրած փայտե ցողի։ Այս իմաստը գրածված է մի շարք հին տեքստերում նույնիսկ քրիստոնեության կառուցից առաջ։ Սակայն լեզուն զարգանում է։ Մեր թվարկության առաջին դարում, երբ գրվում են առաջին քրիստոնեական տեքստերը, բառի իմաստը արդեն ընդլայնվել էր։ Հռոմեական մահապատժի սովորույթները ազդել են տերմինի օգտագործման վրա, և Սթավրոսը կարող էր վերաբերվել քրիստոնեության համար օգտագործվող տարբեր կառույցների։ Կարևոր է այստեղ հասկանալ մեկ բան. միայն Սթավրոս բառը թույլ չի տալիս մեզ ճշգրիտ որոշել մահապատժի գործիքի ձևը։ Եթե ժամանակակից տեքստերում հանդիպենք տրանսպորտ բառին օրինակ, չեն կարող անմիջապես ասել՝ դա մեքենա է, ավտոբուս, թե գնացք։ Նմանապես Սթավրոս բառը վերաբերում է մահապատժի եղանակին, բայց պարտադիր չէ, որ փոխանցի սարքի ճշգրիտ ձևը։ Իրավիճակն ավելի է բարդանում նոր գտականում հանդիպող մեկ այլ հունարեն բառով քսայնոնով։ Այն բառացիորեն նշանակում է ծածկ գերան կամ փայտե առարկա։ Որոշ տեղերում հեղինակները հենց այս տերմինն են օգտագործում Հիսուսի մահապատժի մասին խոսելիս, բայց վաղուց է եկել գիտնականների և թարգմանիչների միջև բանավեճերի առարկա։ Ոմանք կարծում են, որ դա կարող է լինել պարզ ուղղահայաց ցող։ Մյուսները կարծում են, որ այն վերաբերում էր հռոմեական խաչի մի տեսակի լայնակի ցողով։ Այնուամենայնիվ, ամենակարևորը հետևյալն է, ոչ Սթավրոսը բառը, ոչ էլ քսայնոն բառը միանակ չեն վկայում մահապատժի գործիքի կոնկրետ ձևի մասին։ Դրանք թույլ չեն տալիս մեզ վստահորեն պնդել, որ դա ավանդական եկեղեցական խաչ էր, կամ որ այն բազմաթիորեն ուղղահայաց ցող էր։ Հետևաբար, մեր հարցի պատասխանելու համար մենք պետք է ավելի հեռու գնանք և քննենք, թե ինչ խաչելիության, ինչ մեթոդներ հռոմեացիները օգտագործում մեր թվարկության առաջին դարում։ Հակառակ տարածված կարծիքի, հռոմեացիները չունեն մահապատժի համար միասնական չափանիշ։ Խաչելիությունը պարզապես սպանության մեթոդ չէր, այլ հանրային պատիժ, որը նպատակ ուներ վախեցնել բնակչությանը։ Հետևաբար, դիզայնը կարող էր տարբեր լինել կախված վայրից, ժամանակից և դահիճների որոշումից։ Հին հեղինակները նկարագրում են տարբեր տարբերակներ։ Երբեմն դատապարտվածը կապվում կամ գանվում էր պարզ ուղղահայաց սյան վրա։ Այս դեպքերում օգտագործում էին լայն սյունով կառույցներ, որոշները նաև տեաձև, մինչդեռ մյուսները լայնակի սյունը տեղադրում էին սյան վերևի մասում։
գոյություն ունեն նաև ավելի բարդ պատկերներ։ Հռոմեացի փիլիսոփայի պատմակագործիչ Սենեկան գրել է այս մասին։ Նա նշել է, որ տեսել է խաչելության տարբեր ձևեր և դատապարտվածի փայտե կառույցների վրա դնելու տարբեր եղանակներ։ Միայն սա է ցույց տալիս, որ հռոմեական կասեցինում խաչի մեկ տեսակ գոյություն չի ունեցել։ Հռոմեացիների համար կարևոր կառույցի ձևը չէր, այլ ցավոտ և ամոթալի մահապատժի փաստը։ Խաչելությունը նախատեսված էր ստրուկների, ապստամբների, ավազակների և հասարակական կարգի համար վտանգավոր համարվող մարդկանց համար։ Հիմնական նպատակն էր պատիժը հնարավորինս հրապարակային և սարսափելի դարձնելը։ Հետևաբար, երբ լսում եք խաչելություն բառը, չպետք է անմիջապես պատկերացրեք միայն այսօր եկեղեցիներում պատկերված խաչը։ Հռոմեական կասեցիան բնակիչների համար այս հասկացությունը շատ ավելի լայն էր և կարող էր ներառել փայտե կառույցների մի քանի տարբեր տեսակներ։ Եթե լեզվաբանությունից և ընդհանուր հռոմեական պրակտիկայից անցնենք Հիսուսի պատմությանը վերաբերող կոնկրետ տեքստերին, կտեսնենք մի կարևոր առանձնահատկություն։ Ամենավաղ աղբյուրներից ոչ մեկը չի տալիս մահապատժի գործիքի տեխնիկական նկարագրությունը։ Ավետարանական տեքստերը խոսում են խաչելության մասին, բայց քիչ է նկարագրում հենց դիզայնը։ Սա նշանակալից է, հեղինակները հետաքրքրված են ոչ թե սարքի ինժեներական ձևով, այլ մահապատժի փաստով և դրա կրոնական նշանակությամբ։ Հետևաբար գործնականում բացակայում են մանրամասներ, որոնք կարող են օգնել վերականգնել դիզայնը։ Երբեմն խաչի ավանդական պատկերի կողմնակիցները, որոնք ունեն լայնակի ձող, մատնանշում են առանձին անուղղակի մանրամասներ։ Մենակ տեքստում հիշատակվում է մեխեր և որոշ թարգմանություններում տպավորություն է ստեղծվում, որ դրանք մի քանիսն էին։ Այնուամենայնիվ, նույնիսկ սա վերջնական պատասխան չի տալիս։ Բազմաթիվ մեխերը պարտադիր չէ, որ ցույց տան հորիզոնական լայնակի ձողի առկայությունը։ Դրանք կարող են օգտագործվել մարմինը ուղղահայացության վրա ամրացնելիս կամ խաչելության այլ ձևերում։ Հաճախակի նշվում է նաև մահապատժի ենթարկվածի գլխի վերևում գրությամբ հուշատախտակը։ Այնուամենայնիվ, այս տարը նույնպես չի տրամադրում դիզայնի տեխնիկական ապացույց։ Նմանատիպ հուշատախտակներ օգտագործվել են հռոմեացիների կողմից հանցագործություններ նշելու համար և կարող էին ամրացվել տարբեր տեսակի փայտե կառույցների վրա։ Այսինքն մենք հասնում ենք կարևոր եզրակացության։ Պատմական գիտությունը բավականին վստահորեն հաստատում է, որ խաչելությունը որպես մահապատժի մեթոդ իսկապես գոյություն ունեցել և օգտագործվել է։ Բայց ոչ տեքստերը, ոչ հնագիտությունը թույլ չէ տալիս մեզ լիակատար վստահությամբ պնդել, որ այն միշտ վերաբերվում էր հորիզոնական խաչաձև ձողով դասական խաչին։ Սա նշանակում է, որ ծանոթ պատկերը կարող է լինել ավելի ուշ մեկնաբանության ավանդույթներից մեկը, այլ ոչ թե որոշակի պատմական դեպքի ճշգրիտ վերարտադրություն։ Անցնելով իրադարձություններից այն կողմ առաջանում է մեկ այլ կարևոր հարց. Այսօր քրիստոնյաները միշտ էին պատկերում Հիսուսի մահապատիժը ծանոթ խաչով։ Պատասխանը ոչ միշտ։ Առաջին քրիստոնեական համայնքները շեշտը դրվում էր ոչ թե մահապատժի տեսողական վերակառուցման, այլ դրա կրոնական իմաստի վրա։ Հետևաբար քրիստոնեության առաջին դարերում խաչելության մանրամասն պատկերները գրեթե բացակայում էին։ Ավելին, կրոնի մահապատժի ենթարկված հիմնադիրի պատկերու գաղափարն ինքնին կարող էր ընկալվել որպես անընդունելի կամ նույնիսկ սադրիչ այդ ժամանակի համատեքստում։ Փոխարենով, վաղ քրիստոնյաները օգտագործում են խորհրդանիշներ, որոնք ավելի վերացական են և ավելի քիչ են կապված բռնության հետ։ Դրանք օրինակ ձկներն էին, խարիսկները, խաղողի որդատուկերը և ոչխարների հետ հովիվը։ Այս խորհրդանիշները շեշտում են համակը և հավատքը, բայց չէին նշում մահապատժի ձևը։ Իրավիճակը սկսեց փոխվել շատ ավելի ուշ, քանի որ քրիստոնեությունը աստիճանաբար դուրս եկավ ստորգետնյա աշխարհից և դարձավ ավելի տարածված և ինստիտուտալացված կրոն։ Հենց այդ ժամանակաշրջանում էր, որ խաչելության տեսողական պատկերները սկսվեց ձևավորվել ի վերջո դառնալով կենտրոնական։ Այս գործընթացը հիմնական վերագրվում է Հռոմի կայսր Կոնստանտինոս Մեծին։ Քրիստոնեության օրինականացումից հետո խաչի խորհրդանիշը սկսվեց ավելի ու ավելի մեծ մշակույթի ձեռք բերել սոցիալական և կրոնական մշակույթում։ Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ խաչելության պատկերը, ինչպես մենք արդեն գիտենք այսօր, զարգացել է աստիճանաբար և չի ամրագրվել առաջին դարի իրադարձություններից անմիջապես հետո։ Ավելին, խաչաձև խորհրդանիշները գոյություն են ունեցել նաև հին աշխարհի ավելի լայն մշակութային համատեքստում։ Խաչի երկրաչափական ձևը հանդիպել է տարբեր մշակույթներում քրիստոնեությունից շատ առաջ, բայց դա չի նշանակում իմաստի ուղղակի փոխառություն։ Այստեղ կարևոր է տարբերակել ձևը որպես խորհրդանիշ և խաչելության կոնկրետ պատմական իրադարձությունը։ Հիմա անցնենք մեկ այլ կարևոր հարցի, որը հաճախ վերջերը առաջացնում,
Եփե մեծ ծանոթ խաչը դարձել քրիստոնեության հիմնական խորհրդանիշը եւ որքանով է այն կապված դրա վաղ պատմության հետ։ Պատմական ապացույցները ցույց է տալիս, որ Հիսուսի ենթադրյալ մահապատժից հետո առաջի տասնամյակներում եւ նույնիսկ դարերում քրիստոնեական սիմվոլիզմը բավականին բազմազան էր եւ չէր կենտրոնանում բացառապես խաչի պատկերի վրա։ Ինչպես արդեն նշվեց, վաղ համայնքներն ավելի հաճախ օգտագործում են այնպիսի խորհրդանիշներ, ինչպիսիք են ցուկը կամ քարիցքները, որոնք անմիջապես կապ չունեն մահապատժի ձևի հետ։ Խաչելության պատկերն ինքնին տեսականորեն ճանաչելի ձևով հայտնվել է ավելի ուշ եւ աստիճանաբար հաստատվել քրիստոնեական արվեստներում։ Սա կարևոր է։ Մենք գործ ունենք ոչ թե ակնթարթորեն ձևավորված ավանդույթի, այլ խորհրդանշական զարգացման երկար գործընթացի հետ։ Երբեմն քննարկումների ժամանակ հանդիպում ենք այն պատմանը, խաչը որպես խորհրդանիշ ծագել է ավելի հին մշակույթներից եւ ենթադրաբար ուղղակիորեն փոխադրվել է։ Իրոք, խաչաձև ձևերը հանդիպել է տարբեր քաղաքակրթություններում քրիստոնեությունից շատ առաջ, որպես երկրաչափական նշաններ, դեկորատիվ տարրեր եւ կրոնական խորհրդանիշներ։ Սակայն նմանատիպ ձևի արկայությունն ինքնին չի ենթադրում իմաստի կամ պատմական իրադարձության ուղղակի փոխադրություն։ Խորհրդանիշները կարող են զարգանալ անկախ տարբեր մշակույթներում ձեռք բերելով տարբեր իմաստներ, կախված համատեքստից։ Հետևաբար այստեղ հարցը խաչի ձևը չէ, այլ այն, թե ինչպես է այն կապվել խաչելության որոշակի պատմության հետ։ Հավերժական կայսրության ուշ շրջանը կարևոր փուլ է նշում քրիստոնեական խորհրդանիշի ամրապնդման գործում։ Ավանդույթը հաճախ հիշատակում է Կոնստանտին Մեծի դերը, որի գահակալության տարիներին քրիստոնեությունը ձեռք բերեց իրավակարգավիճակ եւ կրոնական խորհրդանիշը սկսեց ակտիվորեն տարածվել հասարակական ոլորտում։ Խաչի խորհրդանիշի ծագման մասին քննարկելիս հանրաճանաչ քննարկումներում հաճախ ի հայտ է գալիս մեկ այլ տեսություն, քրիստոնեական խաչը ուղղակիորեն փոխադրվել ավելի հին հեթանոսական մշակույթից, այդ թվում շումերական եւ այլ հին արևելյան ավանդույթներից։ Ինչ վերաբերում է շումերական քաղաքակրթությանը եւ առասպելներ փոխադրելու պնդումներին, իրավիճակն ավելի բարդ է։ Ակադեմիական գիտության մեջ չկան ուղղակի պատմական ապացույցներ, որ քրիստոնեական խաչի խորհրդանիշը ծագում է շումերական կրոնական համոզմունքներից։ Նման տարբերակներն ավելի հաճախ համարվում են այլընտրանքային տեսություններ, քան ընդունված պատմական վերակառուցում։ Կարևոր է ընդգծել, որ նման վարկածների քննադատությունը չի կազմում կրոնական ավանդույթի պաշտպանություն։ Հարցն այն է, որ գիտական մոտեցումը պահանջում է ապացուցելի կապեր, այլ ոչ թե միայն տեսողական կամ մակերեսային նմանություններ։ Հավանեցեք տեսանյութը, ուրեմն կիսվեք նանով ձեր էջերում։ Դիտեք նաև եկեղեցի թաքցնում է սա, քրիստոնեությունը պլատոնիկ գաղափարներն են տեսանյութը։ Հղումը տրված է նկարագրությունների մեջ, մինչ հանդիպում։